Իմ սիրելի կարիճներ, ասcendent-ի նշանով եւ արևի նշանով ողջույն այսօր փետրվարի 20-ն է իմ օրացույցով Վեներայի օրը։ Ձեզ բաժին է ընկել Վեներան, սիրելի կարիճներ, սիրո թեման է, ֆինանսների թեման է, որը իհարկե կակտիվանա արդեն ապրիլին, որովհետև մարտ ամիսը ինչ որ առումով դժվար է լինելու, որի մասին ես խոսել եմ դեռևս անցյալ տարի, զգուշացել եմ եւ մենք տեսնում ենք լարվածությունը, նաեւ աշխարհում նշել է աշխարհում լարվածությունը, այնպես որ գիտեք, դա կարող է նաեւ յուրաքանչյուրիս, եթե ասենք ինչ որ իրադարձություն է լինում ոչ լավ, աշխարհում դա տվյալ երկրում ապրող մարդկանց վերաբերում է, այնպես որ տեսեք այն մարդիկ, ովքեր ես ուզում զգուշացնել, որ այն մարդիկ, ովքեր բացի կույսերից, ձկներից, երկվորյակներից, դա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր այդ նշաններում, նշածս նշաններում ունեն մոլորակներ, մասնավորապես 9, 10, 11 աստիճաններում։ Դրա համար նշում եմ, որ շատ կարևոր է իմանալ ձեր քարտեզը։ Եթե թեկուզ մոտավոր գիտեք ժամը, հնարավորություն չունեք, ասենք, տակ հաշվարկելու, հա, այդ դեպքում չնայած դա կարող է փոխվել, չիմանաք ձեր ասցենդենտի նշանը, բայց եթե մի 5 րոպե է, այս դեպքում պլյուս մինուս կարող եք իմանալ, կամ գոնե եթե ասցենդենտի նշանը չիմանաք, գոնե կիմանաք, թե ձեր մոլորակները ինչ աստիճաններում են գտնվում եւ ինչ նշաններում են գտնվում, ու հիմա արդեն ձեզ համար պարզ կլինի, դուք այդտեղ ուրեմն ունեք մոլորակ թե ոչ, եւ սա ձեզ արդյոք վերաբերում է թե ոչ, որովհետեւ որքան որ իրենց համար դժվար է լինելու այդտեղ ուրեմն մոլորակներ ունեցողների կամ հենց այդ նշանների համար, ասենք դուք հնարավոր է ասցենդենտով կարիճ եք, բայց արևի նշանով հնարավոր ասենք լինեք կույս, ձուկ կամ երկվորյակ կամ թեկուզ հենց աղեղնավոր, այդ դեպքում ձեզ համար դժվար է, իսկ եթե դուք ուրեմն մոլորակ ունեք կամ ձեր արևի նշանն է գտնվում օրինակ կշեռքի նշանում, ջրհոսի նշանում, առյուծի կամ խոյի նշանում, ձեզ համար համատաբար ավելի լավ կլինի, ավելի թեթև կլինի, հա, տեսեք, ասենք դու կարող ես խոյ լինել, բայց խոյում ունենաս միայն արև եւ մոլորակներ այդպես ցրված լինեն, կամ ասենք լինեն ձկան նշանում, հենց այդ աստիճանում, կամ կույսի նշանում լինեն, նշածս 9, 10, 11 աստիճան եւ ձեզ համար վատ լինի, հասկանում եք, այնպես որ միանշանակ ասել խոյերի համար շատ լավ է, դա ուրեմն այդքան էլ ճշգրիտ չէ։ Եվ հիմա սիրելի կարիճներ, ինչպես հասկացաք, այսօր ես հավանաբար միայն ձեր նշանի համար կմանրամասնեմ եւ այսօր առաջինը կներկայացնեմ ձեզ, որովհետեւ դուք առաջինն եք եւ այդպես Պլուտոնի նման մոլորակ ունեք, շատ ուժեղ էներգիա, որ շատ գիտեք, հազվադեպ է, որ դուք երկրորդ, երրորդ տեղերն եք ընկնում, որտեղ ոչ մեկ չի կարող, ամենաուժեղ էներգիան է Պլուտոնի էներգիան, այնպես որ ձեզ գերազանցել չեն կարող, եթե դուք դա չուզենաք, ապա ուրեմն ձեզ հնարավոր չէ գերազանցել էներգիաների հարցում, եւ այսպես սիրելի կարիճներ ասcendent-ի նշանով եւ արևի նշանով, ինչ ունենք մենք մարտ ամսին, արդեն ես ասացի դժվարության մասին, դա ուրեմն լուսնի ամբողջական խավարումն է, որ սկսվելու է մարտի 3-ից, այդ օրը տեղի կունենա, իսկ հիշեցնեմ, որ արևի խավարումը դա տեղի ունեցել փետրվարի 17-ին արդեն դա տեղի ունեցել եւ հիմա մենք գտնվում ենք, կարելի ասել, խավարման միջանցքում, այնպես որ ուրեմն լուսնի խավարումով էլ կավարտվի, բայց իհարկե զգուշացնեմ, որ մինչև մարտի 20-ը կամ կարելի ասել ամբողջ մարտ ամիսը ինքը լարված է պահելու, ընդհանուր իրավիճակը լարված է լինելու, իսկ արդեն ապրիլին ամբողջովին այդպես կարող ենք լիցքաթափվել, այսպիսի իրավիճակ է եւ ես ներկայացնեմ պարզապես ինչ փոփոխություններ են լինելու
նրանք ովքեր քիչ թե շատ հասկանում են, տիրապետում են աստրոլոգիային, նշեմ, որ մարտի 2-ին մինչև ապրիլի 10-ը Մարսը կմտնի այդտեղ է գտնվելու ձկան նշանում, ջրի նշանում է, բնականաբար ջրոսից այնտեղ է մտնելու, բնականաբար իր համար դա ջուրը լավ չէ, որտեղ ինքը խոյի մոլորակն է կրակի, այստեղ որոշակի հարցեր կլինեն, 3-ին ասացի լուսնի ամբողջական խավարումն է, այնուհետև Վեներան է փոխելու 2 անգամ կհասցնի փոխել նշանը ի դեպ մարտի 6-ին կմտնի խոյի նշան, իսկ 3-ին արդեն ցուլի նշան, դա իր նշանն է, առավել եւս խոյի դեպքում ստացվում է, որ ինքը իր նշանում է, իր տանն է, ինչևէ այնուհետև Մերկուրին եւ Յուպիտերը կդառնան ուղղընթաց, սա եւս շատ լավ է, եւ սպիտակ լուսինը կփոխի իր նշանը, կմտնի կույսի նշան դուրս գալով առյուծի նշանից, սա եւս շատ կարևոր իրադարձություն է, որտեղ ինքը յուրաքանչյուր նշան մնում է 7 ամիս, իսկ սև լուսինը 9 ամիս, լուսինը արդեն սև լուսինը ինքը արդեն փոխել է իր նշանը, ես ձեզ այդ մասին ասել եմ, աղեղնավորի նշանում է գտնվում եւ հիմա սպիտակ լուսինն էլ կտեղավորվի կույսի նշանում 7 ամիս, այսինքն մինչև հոկտեմբերի 12-ը 2026 թվականին ինքը լինելու է սիրելի կույսեր, արդեն ես իհարկե կույսերին կասեմ, իրենց համար կարևոր է, որ գտնվելու է այդտեղ, իհարկե կույսերում գտնվելը սիրելի կարիճներ ձեզ համար շատ ավելի լավ է, նման դասավորությունը, քան այն, որ ինքը գտնվում էր առյուծի նշանում, հավանաբար ձեզ ավելի պաշտպանված կզգաք, բայց այստեղ պետք է ուշադիր լինեք, շատերը հնարավոր է, որ իրենց միջավայրը փոխեն, շատերը ասցենդենտով կարիճներ, հնարավոր է ինչ-որ փոփոխություն, դա այս պահին չի, որովհետև առջևում է այդ վիճակը, ես իհարկե կզգուշացնեմ, նորալուսինը կլինի եւ իհարկե գարնանային գիշերահավասարը մարտի 20-ին արևը կմտնի խոյի նշան 18:45 դա շատ կարևոր իրադարձություն է մասնավորապես մեզ հայերիս համար, ամեն մի ներդրված, ներմուծված ինչ որ անկապ տոներ նշում ենք, բայց գարնանային գիշերահավասարը որ շատ կարևոր է, այդպես ուշադրություն չենք դարձնում, մինչդեռ ես ուզում եմ շնորհավոր եմ բոլորիս, այս պահին մասնավորապես ձեզ, սիրելի կարիճներ, որ հարկավոր է նշել գիշերահավասարը եւ ուզում եմ նշել արևածագը, ես խոստացել եմ, իհարկե մոտորերս ես ելույթ կունենամ, ընդհանուր կներկայացնեմ, բայց հիմա որպես առաջին նշան ձեզ համար ես մանրամասնեմ, արևածագը լինելու է առավոտյան 7:08:21 մասին է խոսքը, իմ մարտի 21-ին արևը 20-ին կմտնի 18:45 վայրկյան եւ 21-ի առավոտյան 7:08 դիմավորում ենք արևը անպայման եւ նորից մեկ անգամ եւս շնորհավորում, ուրեմն գարնանային գիշերահավասարի կապակցության բոլորիս եւ ասացի, որ Մերկուրին արդեն ինքը դառնալու է հաջորդ իսկ օրը 21-ին, երբ արևը կմտնի խոյի նշան, ինքը կդառնա ուղղընթաց, գիտեք արդեն ապրիլին շատ ավելի գործողությունների ավելի արագ են ընթանալու, այստեղ սիրո թեման կակտիվանա, ֆինանսների թեման կակտիվանա, կարծես թե ամեն ինչ, ամեն մեկը իր տեղում է գտնվում ու շատ ճիշտ է, այսինքն դա շատ կարևոր պահ է ապրիլը ճիշտ օգտագործելու, լիարժեք օգտագործելու համար, սա ուրեմն ձեզ ի գիտություն, եւ ինչպես որ ասացի մարտի 2-ից մինչև ապրիլի 10-ը Մարսը գտնվում է ձկան նշանում եւ հիմա եկեք ես իհարկե Մարսը ջրի նշանում
այստեղ դժվար է իր համար, որոշակի դժվարություններ կան, այն ինչ որ դուք ուզում եք անել, հաղթահարել, հասցնել, ինքը շատ դժվար է գնում, դրան ավելանում է այն վիճակը, որ Մերկուրին է հետ ընթաց, դա էլ իր հերթին դժվարացնում է, այսինքն որքան որ դուք ուզում եք ինչ-որ մի բան արագ անել, ավարտել, միևնույն է ինչ պատճառներով, ոչ ձեր մեղքով, այլ պատճառներով, ուրեմն այդ գործերը դանդաղում են եւ չեն ուրեմն հաջողվում, այնպես որ ավելորդ նյարդեր մի քայքայեք, որտեղ այդ ժամանակ բավականին նյարդային համակարգը լարվում է եւ դուք փորձեք Եթե չի ստացվում ոչինչ ապրելին դա կհասնեք, եթե դա այդպես հրատապ չէ, զբաղվեք այլ հարցով, զբաղվեք ձեր առողջությամբ եւ այլն, բոլոր դեպքերում սիրելի կարիճներ դուք ջրի նշան եք եւ մոլորակները հավաքվել են ձկան նշանում, որը ձեզ համար շատ լավ է, համենայնպես Մարսը որքան էլ որ ինքը ջրի մեջ է եւ որոշակի դժվարություններ կան, այդպես հոգեկան ապրումներն են միգուցե խորը բոլոր դեպքերում երեխաների հետ կապված, երեխա ունենալու հետ կապված, ձեր աշխատանքի հետ կապված, հավանաբար որոշակի փոփոխություններ կարող են լինել, սիրո թեման է այստեղ ձեզ անհանգստացնում շատերին եւ բոլոր դեպքերում դրական երկուստը ջրի նշան եք, այստեղ դրական էներգիան կկուտակվի եւ կարծում եմ պետք է որ լավ լինի, մասնավորապես երբ ապրիլին ուրեմն Վեներան կմտնի ձեր 7-րդ տուն, այստեղ ամուսնության թեմաներ, հանդիպումներ, քննարկումներ կլինեն այդ թեմայի շուրջ, ոմանց կհաջողվի ամուսնությունը, ոմանց ըստ իրենց արդեն քարտեզի կարող է մի քիչ էլ ձգձգվել եւ այլն։ Մարտի 3-ին, ինչպես որ ասացի, տեղի ունենալու լուսնի ամբողջական խավարումը ժամը 15:37:42 13 աստիճանում արևև լուսինը հակադրվելու են եւ կույսի նշանում, դա նույն լիալուսին է, բայց շատ ավելի ուժեղ, այսինքն լուսինը գտնվելու է կույսի նշանում եւ հենց այդտեղ էլ կլինի ամբողջական խավարումը։ Իհարկե դժվար է, ասացի, կույսերի համար, աղեղնավորների համար, երկօրյակների եւ ձկների համար եւ բոլոր նրանց է վերաբերում, ովքեր այդտեղ 9, 10, 11, տվյալ դեպքում արդեն 13 աստիճանում, 13 աստիճանում, եթե դուք ունեք մոլորակներ, այսինքն սկսած այս դեպքում սկսված 9, 10, 11, 12, 13, հա, բայց ասենք կոնկրետ 13-ում, եթե ունեք մոլորակներ, այստեղ կլինեն որոշակի դժվարություններ, ցանկալի է որ խավարման ժամանակ ազատվեք ամենից ինչը ձեզ մոտ վատ հիշողություններ է արթնացնում, իրերից, շորերից, որոնք արդեն մաշվել են, հնամաշ են, կարող եք ազատվել, վատ սովորություններից, ծխելուց, խմելուց եւ այլն, այն ինչից որ դուք ուզում եք ազատվել, բայց անընդհատ չի ստացվում, այդ վատ սովորություններից կարող եք ազատվել անպայման հիվանդություն, գիտեք, եթե ինչ որ խնդիրներ ունեք, որ կարելի է, հնարավոր է որ ըստ ձեր արդեն անձնական քարտեզի դուք այդ խնդրից եւս ազատվեք, ուղղակի այստեղ որոշակի հարցեր կան, քարտեզը նայել, վերլուծել եւ այստեղ ասել թե ինչ պետք է արվի, ինչպես պետք է արվի, որ նոր, ասենք, այդ ամեն ինչից դուք կարողանաք ազատվել, եւ դա ձեզանից հեռանա։ Ահա այսպիսի իրավիճակ է եւ ուրեմն տեսեք Յուպիտերը դառնում է ուղընթաց մարտի 11-ին, սա շատ կարևոր է։ Ինքը հիմա հետընթաց վիճակում է, բնականաբար ինչու եմ նշում, որովհետև ինքը եւս ջրի նշանում է, հա, այսինքն տեսեք մոլորակները հավաքվում են ջրի նշանում, ձեզ համար լավ է, Յուպիտերը ջրի նշանում է, բնականաբար ձեզ համար լավ է եւ այստեղ իրավական թեմաներ կարող են լինել, նույնիսկ ամուսնական թեմաների, բան ինքը կարծես թե արագանում է եւ ինչու ոչ հնարավոր է որ առաջարկություն ստանան շատ ուրեմն կարիճներ եւ եթե ինչ պատճառներով, ասենք, դանդաղել էր, հետաձգվել էր, հարգելի պատճառներով իհարկե այդ թեման, կամ ասենք արտերկիր մեկնելու, ուրեմն ասացի ամուսնության կամ շրջագայության եւ այլն, դա ձեզ կամ այնտեղ գիտեք
միգուցե արտերկրի հետ հարաբերություններ։ Ինչևէ այդ թեման ձեզ մոտ բավականին ակտիվ է եւ դուք դա արդեն մարտի, կարելի ասել սկզբներից դուք այդ փոփոխությունը անպայման կզգաք գրեթե մեկ շաբաթ, արդեն մեկ շաբաթից ավարտվում է 28 օր է, փետրվարը այնքան արագ կանցնի, որ չենք էլ հասցնի տարին այնքան արագ է անցնում, մենք չենք հասցնում հասկանալ դա ինչպես եղավ, այնպես որ մի շաբաթը շատ արագ կանցնի եւ դուք կվայելեք արդեն Յուպիտերի ուղընթացությունը, որտեղ դուք այդ էներգիան անմիջապես կզգաք, սիրելի կարիճներ, եւ ես խորհուրդ կտայի, որպեսզի միջև հունիսի վերջ դուք եթե նման թեմաներ կա, փորձեք հասցնել ավարտին, որովհետև ինքը արդեն դրանից հետո հնարավոր է որոշակի այլ խնդիրներ առաջանան, ուստի ես ձեզ խորհուրդ կտամ, որ մինչև հունիսի վերջ դուք կարողանաք, ինչպես ասում են, գործը գլուխ բերել, չուշացնել։ Սա իմ խորհուրդը ձեզ, սիրելի կարիճներ, եւ իհարկե այստեղ ինչպես ասացի մարտի 6-ին, ուրեմն ես ձեզ խորհուրդ կտամ, որպեսզի ուշադրություն դարձնեք ձեր առողջական վիճակին, որովհետև այստեղ կարող են լինել գիտեք, ողնաշարի հետ կապված, ոսկորի հետ կապված, ոտնաթաթերի հետ կապված կարող են խնդիրներ լինել, գլխացավեր կարող եք ունենալ կամ հնարավոր է նաև կանացի խնդիրներ լինեն ձեզ մոտ, այսինքն սիրելի ասցենդենտով կարիճներ, հնարավոր է դուք արևի նշանով կարիճ եք եւ ասենք ասցենդենտի նշանը լրիվ այլ է կամ հակառակը, այնպես որ եթե ասցենդենտի նշանով կարիճներին է հիմա իմ մասնավորապես ուղված խոսքս, որ դուք ձեր առողջական վիճակին ուշադրություն դարձնեք, մասնավորապես ձեր ուրեմն նյարդային համակարգին, հոգեվիճակը շատ կարևոր է եւ ուշադիր եղեք, որպեսզի գլխացավեր հանգստացեք, գնացեք սպորտ դահլիճ, լողավազան, շատ կարևոր է։ Ես խորհուրդ կտամ, որ ասցենդենտով կարիճները այդ ամենին ուշադրություն դարձնեն եւ իհարկե մարտի կեսերից արդեն, ինչպես որ ասացի, սպիտակ լուսինը մինչև հոկտեմբերի կեսերը կտեղավորվի կույսի նշանում, ձեր նշանի դեպքում, սիրելի կարիճներ, դա ասացի, որ շատ լավ դասավորություն է, այստեղ լավ էներգիան է կուտակվում եւ ինչ էլ որ լինի ձեր, թեկուզ միջավայրում ինչ որ հարցեր լինեն, հնարավոր է այստեղ ճիշտ գործերի դեպքում, ճիշտ քայլերի դեպքում շատ հնարավոր է, որ որոշակի խնդիրներից, որոշակի մարդկանցից, ովքեր ձեզ խանգարում են, դուք կարողանաք ազատվել, ճիշտ քայլերի դեպքում միայն եւ ասենք ձեր քարտեզը ձեր անձնական քարտեզի նաեւ այսպես բնութագրենք եւ ինչն է կարեւոր, որ 19-ին տեղի կունենա նորալուսինը, առավոտյան 5:23 րոպե 17 վայրկյան արևելյան լուսինը կմիավորվեն 27 աստիճանում եւ ձկան նշանում տեղի է ունենալու նորալուսինը, ահա 27 աստիճանում է եւ ուզում եի նշել, որ ջրի նշանում է նորից, ձեզ համար սա շատ լավ է, մասնավորապես եթե ձեր մոլորակները կամ եթե ասցենդենտի նշանն է հավաքված են, ասենք ձեր նշանում միանշանակ շատ հաջողություններ բավականին կլինեն, լավ իրադարձություններ կլինեն, դա ասենք թեկուզ եթե դուք արևով եք, եթե ասցենդենտի նշանով արդեն կոնկրետ բնագավառը ձեզ համար արդեն լսեք, որպեսզի դուք հասկանաք, ես դրա համար առանձնացնում եմ, տեսեք այս դեպքում արևի նշանի մասին եմ ասում, կոնկրետ դեպքերում նշում եմ, որ կարևոր է ուշադրություն դարձնեք, վերաբերում է կոնկրետ ասցենդենտով կարիճներին, լավ, սա ուրեմն ուշադիր եղեք, որպեսզի մենք տարբերակենք, այնպես որ նորալուսինը արևի նշանով եւ թեկուզ այստեղ ասցենդենտի նշանով շատ լավ է, ձկան նշանում ձեզ համար բավականին հաջողություն կլինի, իսկ ինչպես նկատում եմ մոլորակները այնպիսի դասավորություն ունեն, որ
ուրեմն կարիճների համար լավ է, իհարկե միայն խանգարում է այստեղ Պլուտոնը, եթե դու կարիճի նշանում ունեք մոլորակ, եթե ձեր ասցենդենտի նշանը չունեք, ուրիշ հարց, բայց եթե ունեք, ուրեմն այստեղ Պլուտոնը ժամանակի ընթացքում ձեզ համար ընտանեկան հարցերում ստեղծելու է դժվարություններ։ Ահա։ Եվ իհարկե 20-ին 19-ին նորալուսինը նշում են, իսկ 20-ին արդեն արևը փոխում է իր նշանը, դուրս է գալիս ձկան նշանից եւ տեղավորվում է խոյի նշանում, որտեղ ինքը գտնվում է բարձրակետում հիասքանչ ժամանակ 18:45 վայրկյան եւ տեղի ունենում գարնանային գիշերահավասարը։ Ես արդեն մանրամասնեցի սիրելի կարիճներ, այնպես որ անպայման նշեք, անպայման դիմավորեք արևը առավոտյան 7:08 պարտադիր եւ խնդրեք, որ արևը Աստված տա ձեզ առողջություն, ովքեր խնդիրներ ունեն, այսինքն որ բնագավառում որ ունեք, փորձեք լինել անկեղծ, ընդունել արևը ձեր մեջ եւ խնդրել, որպեսզի ձեզ բերի առողջություն, հաջողություն, ով ինչի կարիք որ ունի։ Ահա շատ կարևոր է դա եւ անպայման այդ էներգիան, եթե ճիշտ անեք, այդ էներգիան կմտնի ձեր կյանք եւ կբերի ձեզ հաջողություն, իսկ հաջորդ իսկ օրը Մերկուրին կդառնա ուղղընթաց, որ գտնում է ձկան նշանում։ Բնականաբար Մերկուրին ես միշտ եմ ասել, որ իր համար ամենածանր ժամանակներն են, իր համար շատ ծանր է լինել Մերկուրի նշանում եւ որովհետեւ ինքը հակադիր նշանն է ներկայացնում, որովհետեւ ինքը ձկան նշանում արդեն ասել եմ եւ վտարված է եւ անկման մեջ է, այսինքն միտքը լավ չի աշխատում եւ դրան գումարվում է այն, որ ինքը դառնում է մի հատ էլ ձկան նշանում հետընթաց եւ կարծես թե ամեն ինչ խառնում է իրար, մթագնում է միտքը եւ այլն, եւ այստեղ ծանր է լինում որոշում կայացնելը, ինչ որ քայլեր անելը, ցանկացած հարցում, ասենք ձեր դեպքում այստեղ սիրո երեխայի թեման կարող է լինել դժվարանում եք, ինչ որ դժվարություններ կա, գործը առաջ չի գնում, դուք չեք կարողանում, կամ ձեր բիզնեսի հետ կապված անորոշ է եւ սպասում եք միգուցե ինչ որ փոփոխությունների, բայց վերլուծեք, հասկացեք եւ իհարկե երբ արդեն մարտի 20-ից հետո վիճակը կսկսի մի քիչ ավելի թեթևանալ եւ այդպես ակտիվություն կզգաք եւ պայծառություն միտքը կպայծառանա, դե իսկ երբ արդեն Մերկուրին կմտնի խոյի նշան, այս դեպքում արդեն շատ ավելի լավ, բնականաբար այստեղ արդեն ինքը իրեն շատ ավելի լավ կզգա, ամենայն դեպս ոչ այնպես ինչպես ձկան նշանում եւ այստեղ կսթափվեք, կարթնանաք եւ ինչպես որ արդեն ասեցի, աշճանաբար այդ process-ը կկատարվի, իսկ ապրիլին ամեն ինչ կարծես հենկնում է իր տեղը, ամեն ինչ կարգավորվում է, ամեն ինչ իրենց տեղերում են, ճիշտ տեղերում են, այսինքն յուրաքանչյուր ոնց որ յուրաքանչյուր մասնագետ կոնկրետ զբաղվում է իր գործով, հա, ոչ թե ասենք իրավաբանը դառնում է, ասենք լինում է, աշխատում է որպես առողջապահության նախարար ու տենց շարունակելի, հա, այսինքն այդ դեպքը չի, ամեն ինչ իր տեղում է, իսկ եթե ամեն ինչ իր տեղում է, գործը արագ է գնում առաջ, այնպես որ ապրիլին արդեն աշճանաբար մարտի 20-ից հետո դուք դա կզգաք եւ ապրիլին արդեն շատ կոնկրետ կարող եք ինչ որ քայլեր կազմակերպել, ինչ որ գործեր եւ այլն, այդ ամեն ինչը կարող եք իրականացնել, իսկ մարտ ամիսը փորձեք, ինքը դժվար է, ոչ մի հարցեր մի կարգավորեք, մի փորձեք կոնֆլիկտներ ստեղծել, որովհետև դա ավելորդ կարող եք հայքայել, այսպես ասած, նյարդային համակարգը, այդպես ծանրանալ հոգուն, մի ծանրացրեք, արեք այնպիսի բաներ, երբ հաճելի բաներ, երբ հոգին ավելի, քանի որ դուք խորություն ունեցող նշան եք, սիրելի կարիճներ, ջրի նշան եք, այդ ջրի տարեքին եք ուրեմն պատկանում, ուստի ձեզ համար շատ ավելի կարևոր է ջրի հետ շփվելը
եւ աղիվաններ ընդունել այս ժամանակահատվածում, գնալ լողավազան եւ չփորձել ինչ որ բարդ հարցերի շուրջ բանավիճել, ինչ որ հարցեր կարգավորել եւ այլն շատ հանգիստ մտածեք ձեր առողջության մասին, որովհետեւ եթե հիմա այս ժամանակահատվածում դուք ուշադրություն չդարձնեք ձեր առողջությանը, հետո արդեն կարող են խնդիրներ առաջանալ, սա արդեն կոնկրետ վերաբերվում է միայն ասցենդենտով կարիճներին, սա արևի նշանով կարիճներին չի վերաբերում, իսկ եթե եւ ասցենդենտի նշանով եւ արևի նշանով կարիճ եք, սա արդեն ուրիշ բան, այսինքն վերաբերում է ձեզ եւ դուք հիմա այդ քայլերը պետք է անեք, որպեսզի ուրեմն ապրիլին խնդիրներ չառաջանան ձեզ մոտ կոնկրետ Երևի թե ես այսքանով ավարտեմ սիրելի կարիճներ, կարծում եմ մանրամասնեցի եւ արդեն 21-ից հետո այդպես կարևոր իրադարձություններ, կոնկրետ փոխություններ, դասավորություն եւ այլն մոլորակների չի փոխվում շատ բան, իհարկե լուսինն է միայն փոխվում, արագ է շարժվում, այնտեղ մնում է միայն որ ուրեմն մարտի 30-ին Վեներան նորից կփոխի իր նշանը, արդեն ձեր հակադիր նշանում է ինքը տեղավորվելու, այնպես որ ինքը եւ իր նշանում է եւ իր տանեհի ասքանջ ուրեմն դասավորություն ունի, այնպես որ այդ հանգամանքից եւս օգտվում ենք եւ փորձում ենք շատ հարցեր, եթե աշխատավայրում կան ինչ-որ խնդիրներ, փորձեք այդտեղ կարգավորել, անձնական դաշտում փորձեք կարգավորել այդ հնարավորությունները կընձեռվեն ձեզ եւ ամեն ինչ կանցնի շատ փափուկ, շատ հանգիստ, շատ գեղեցիկ, շատ ռոմանտիկ, այնպես որ այդ ամեն ինչը ճիշտ արեք, գիտեք, եթե դուք ընկնում եք ճիշտ գծերի վրա, ճիշտ ճանապարհի վրա, այդպես ինքը ձեզ այդ արդեն ճիշտ ճանապարհը ինքը տանում է առաջ, այսինքն եթե դու սկզբում անում ես ճիշտ քայլեր, ճիշտ գործողություններ, ինքը արդեն ճիշտ է գնում, այլապես եթե դու սխալ գնացիր, հետո արդեն դժվար կլինի այդ ամենը վերականգնել, այնպես որ մեզ ուղղորդում են եւ հենց այդպես գնալ, ինչպես որ մոլորակները ուղղորդում են, դա շատ ավելի ճիշտ է, քան հակադրվելը Այսքանը սիրելի կարիճներ, ես կարծում եմ համենայնպես այսօրվա դրությամբ այնպիսի դասավորություն ունեն մոլորակները, որ ձեզ համար շատ բարենպաստ է, մասնավորապես երբ ուրեմն սպիտակ լուսինը տեղավորվում է կույսի նշանում, սա շատ լավ է։ Իսկ այստեղ ֆինանսական հարցերը բնականաբար, եթե հնարավոր է որ լինեն ծախսեր ինչ-որ նպատակով, դուք ծախսեր անեք, միգուցե դեռևս չեք նախատեսել, բայց ուրեմն դա կլինի եւ եւս որպես առաջին նշան ձեզ զգուշացնեմ որ բոլոր դեպքերում ես ձեր քարտեզը չգիտեմ եւ սա այսպես ընդհանուր եմ զգուշացնում որ մարտի կեսերին լինեք զգուշ եւ ընդհանրապես մարտ ամսին հիմա խավարման միջանցքը լուսնի խավարում ուրեմն գումար պարտք չենք տալիս պարտք չենք վերցնում բանկերի հետ գործ չենք ունենում այս ժամանակահատվածում սա ես ձեզ զգուշացնում եւ հետո չասեք տվեցինք տարան ել չեն վերադարձնում չեմ կարողանում տարիներ շարունակ գումարը վերցնել, այնպես որ նրանք ովքեր ինձ լսում են, իրենք արդեն պաշտպանված են եւ գիտեն, որ ուրեմն իրենք չեն գնալու այդ քայլին եւ մարտ ամիսը կատեգորիկ ֆինանսների հետ լինում ենք զգուշ իհարկե ինչ որ նպատակի համար ֆինանսներ անպայման գնան ցանկալի լավ նպատակներ լինեն եւ դուք ասենք որոշակի կൂട്ടակած գումար այդ նպատակի համար ծախսեք դա կծախսվի իհարկե այս տարվա մեջ ինչ որ կլինի շատ կարեւոր առիթ որի համար դուք այդ գումարը կծախսեք դա արդեն ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել իսկ ապրիլ ամսին նաեւ այս դեպքում նշեմ որ եթե դուք չեք կարողանում ձեր անձնական շատեր անձնական կյանքը կամ թեկուզ համագործակցություն ընկերներ այդպես շուտ հեռանում են չի ստացվում ես ասեմ ձեզ որ ապրիլից այդ ամեն ինչ արդեն
կընկնի հունի մեջ եւ արդեն դուք կկարողանաք ձեր կողքը պահել, թե ձեր թե անձնական դաշտում ձեր կողքը պահել, թե գործնականում արդեն կկարողանաք, եթե չէր ստացվում համագործակցություն, ինչ-ինչ հարցերում ձեր բիզնեսում եւ այլն, արդեն շուշուտ էր փոփոխվում, հիմա արդեն դա ձեզ կհաջողվի։ Այսքանը իմ սիրելի կարիճներ, կարծում եմ հետաքրքիր եղավ, փորձեցի որքան հնարավոր է տրանզիտներով այդպես մեկնաբանել, շատ ինֆորմացիա տալ, ավելին հնարավոր չի, որտեղ յուրաքանչյուրդ ունեք ձեր քարտեզը։ Ահա այսպեսի իրավիճակ էր, լավ եղեք, գրեք անպայման ձեր տպավորությունների մասին, արդյոք կատարվում են, ինչ իրադարձություններ են լինում եւ նրանք, ովքեր գիտեն հստակ ժամը, թող առաջիկա 2-3 օրում ինձ գրեն ասցենդենտին, որպեսզի ես նայեմ, ասեմ, որովհետև հետո արդեն ես չեմ տեսնում, չի ստացվում եւ իսկ հիմա, քանի դեռ ես նոր եմ հաղորդում անում, այս ժամանակահատվածում ավելի հեշտ է լինում եւ ես ձեզ կասեմ, եթե իհարկե ձեր նշած ժամով, դա իհարկե ճիշտ չի, եթե 5 րոպեից ավել է, արդեն պետք է հաշվարկվի, որպեսզի դուք արդեն կիմանաք ձեր ասցենդենտի նշանը, աստիճանը, կիմանաք մոլորակներն ինչ դասավորություն ունեն եւ ըստ դրա արդեն ձեզ համար հեշտ կլինի կլսեք ինձ եւ արդեն գիտեք ձեր մոլորակների դասավորությունը եւ արդեն ձեր հետագա անելիքները པարզ կլինի, իսկ նրանք ովքեր հստակ գիտեն ժամը հստակ, այս դեպքում ես շատ մատչելի գնով իրենց կներկայացնեմ թե քարտեզը եւ իրեն կտեսնեն պրոֆեսիոնալ քարտեզով արդեն իրենց մոլորակների դասավորությունը եւ մոտ 40 էջ բովանդակությամբ սա ես ձեզ կհատկացնեմ սիրելի կարիճներ, այսքան ավարտենք, լավ եղեք, գրեք ձեր տպավորությունների մասին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ